Ողջույն գյուղասերներ, հուսամ լավ եք, դրսում ձյուն է և թռչուններին այսօր բաց չենք թողել և մի քիչ հոտ բերեցի, այ տեսեք այս մի սագին, տեսեք ոնց են իրանք անընդհատ հետը կռում, նայեք, տեսեք, ուրեմն ինչ կա սագերի հետ կապված, ինչպես հիշում եք, իրենք նստում էին և ես իրենց տաք ձու էի դրել, որոնք առանց սերմի դուրս եկան և ես ձվերը թափել եմ, բայց իրենք շարունակում են նստել, տեսեք, ծածկել եմ ամբողջը, բայց մեկ է, իրենք նորից տեղ են գտնում ու նստում են, այս մեկը ընդեղ է նստում, այս մեկն էլ խոտ է հավաքել, նորից տեղ է նստում, բայց այս մեկը արդեն քիչ է նստում, հիմա պետք է այնպես անենք, որ իրանք թսխաթափեն, բայց այս դեպքում չի համակերպում են մտքի հետ, որ ինքը այլևս չպետք է թուղթ նստի, չգիտեմ ինչպես անեն, որ թխսաթափեն, որովհետև անընդհատ իրենք տեղ են գտնում ու նստում են։ Մյուս երկուսը, այ այս մեկն է, մայրն է ածում, այստեղ ածել է, այ ընդեղ, բայց ընդեղ հարմար չի ժողովուրդ ջան, որովհետև խոնավություն կա, իսկ խոնավությունը իրենց լավ չի, հետևաբար փորձում եմ ուրիշ տեղ նստացնել, մի երկու օր տեսնում եմ, այ ընդեղ է նստում, երկու օր չեմ ստուգել ու արդեն 3 ձու կա այստեղ, 3 օր չեմ նայում ու 3 ձու ածել այստեղ, հիմա այս ձվերը պետք է վերցնեմ, լավ է որ սովորել է այստեղ, այս մեկին անընդհատ նեղացնում են, չգիտեմ ինչն է պատճառը, նույնիսկ արուն է նեղացնում, բայց ինքն էլ մի 4 հատ ձու ածել, հիմա էլ չի ածում, որովհետև իրենց բաց չենք թողնում ու հետևանքը սա է, որ երբեմն կարող են ընդհատել ձու ածելը։ Հիմա ինչ եմ անում, այստեղ խոտ եմ լցրել, որպեսզի քանի որ իրենց բաց չենք թողնելու, իրենք ուտեն, իսկ ես սրանց հարցը չգիտեմ ինչպես կարելի է կարգավորել, նայեք, համ նստում է, համ էլ այս արանքին տիրություն է անում, հիմա պետք է այս խոտերը հավաքենք, այնպես անենք, որ թխսաթափեն ու սկսեն նորից ձու ածելը։ Ջուրը լցնենք, քանի որ ամբողջ օրը բաց չենք թողնելու, դրսում որ ցուրտ է, տեղ էլ չկա բաց թողնելու, կերը կա, իրանք ըստ պահանջի ուտում են, ձվերն էլ հավաքենք, մի քանի օրվա ձվերը, տեսնենք այս մայրը երբ կնստի, հույսս սա է մնացել, տեսնենք սա արդյոք ձվերը նորմալ կլինեն, իսկ սրանց համար մի բան պետք է մտածենք, միևնույն է, ինչ էլ անում ենք, իրանք տեղ գտնում են, մինչև կհարմարվեն այն մտքի հետ, որ իրենք պետք է չնստեն։ Ինչ, ձու պետք է ածես, նորից ձու պետք է ածես, բայց այս անգամ արդեն նորմալ ձվեր։ Այս հենց խորամանկ խելացի թռչուններ են իրենք, չես կարող ենթարկեցնել քեզ, բայց իրենք շատ ինտելեկտով թռչուններ են, ցավոք այս անգամ ձվերը առանց սերմի դուրս եկան ու արդյունքն այն է, որ նորից պետք է իրենց ստիպենք, որ նորից ածեն ու նորից նստեն, տեսեք ինչ անում, այ սա չեմ ուզում, որ նկատի, որ այստեղ ձվեր կան, մեկ էլ կգա այստեղ կնստի, մի քիչ աղմկոտ են, բայց շատ լավ թռչուններ են, իրենք սիրում են սագերին պահելը, այ սա չպետք է ինքը տեսնեն, որովհետև կգա մեկ էլ այս ձվերի տիրություն կանի, ձվերը հավաքենք, տանենք պահենք ու սպասենք մինչև մայր սագը կնստի, տամ քեզ, իհարկե չեմ տա, դու
չես վաստակել այդ իրավունքը, մինչև նորմալ ձու չածես ու չնստես, չէ, այսպես անցնենք առաջ ժողովուրդ ջան, իսեր 3 օրվա ձվեր ամեն օր ածել է ուրեմն մի քանի օր ուշադրություն չեմ դարձրելու, արդյունքը սա է։ Ժողովուրդ ջան, ուզում եմ հիմա ցույց տամ այս պահին տան լուսամուտագոգին ինչ լույսեր ա ցանած եւ ինչ վիճակում են, ընթացքում ցույց եմ տվել, հիմա այլ ընթացքը ցույց տամ, այստեղ բիբարներ եմ ցանել, որոնք ծլեցրել եմ նախապես ու տեսեք արդեն դուրս է գալիս։ Ստե լավանդա է, որը ցանել էի 2 հատ դուրս էր եկել, մի հատն էլ նոր է դուրս գալիս։ Ստեղ պետունյաներն ա 3 տեսակի, որոնցից ընդամենը սրանք են դուրս եկել ու լավ չեն աճում։ Ու մեկ էլ կալեուսները ցույց եմ տվել արդեն այս վիճակում են։ Հիմա ինչ եմ ուզում ցույց տամ, նոր լույս եմ գնել, ինքը այս տեսքը ունի, որը միացնում եմ, որպեսզի լույսերը ավելի վառ լինի լույսը եւ բույսերը լավ աճեն։ Տեսեք հիմա ցերեկա ու լավ չի երևում լույսը, լույսի հզորությունը, բայց ինքը շատ լավ լույս է, վայլբերիսից էլի մի քանի հազար դրամների պատմություն է, այսպես տակը տեսեք բաները, պետունյաները, որոնք ես կտրելով էի բազմացրել, արդեն այս վիճակում են, իսկ նորերը արդեն ծլել են, տեսեք, սրանք նորերն են, արդեն արմատակալել են, սրանք էլ արդեն պետքա տեղափոխենք բաժակների մեջ, նորից այս կանտեյների մեջ նորը կտրենք դնենք։ Սա մայր բույսն է, որ ես կտրում եմ, դնում եմ հողի մեջ, ինքը արմատակալում է եւ մի բույսից, այս մի բույսից ստացել եմ այսքան, սրանք բոլորը այս բույսից ստացած է եւ արդեն նորից կտրելու ժամանակն է։ Այնտեղ կտրում եմ, նեղ նորից ինքը ճյուղավորվում է եւ արդեն նկատելի է, որ կոկոններ էլ կան, ու սա լույսի ազդեցությունն է։ Այստեղ կոնտեյներների մեջ էլի բադրջան եմ ցանել, սա չիլի պղպեղա, որը էլի ծլեցրած է, բադրջանն էլ ծլեցրած է, չիլին եւս ստեից նույնց հանրմունր արդեն երևում է, տեսեք մի փոքր բորբոսնել է, սա երկար փակ պահելու հետևանքն է, օրվա ընթացքում պետքա այսպես 1-2 ժամ բաց թողնել, որպեսզի օդափոխվի ու չբորբոսնի։ Նույնը սրանք է, պետքա բաց թողնենք։ Հանկարծահաս ձմեռը ժողովուրդ ջան հավերի վրա էլ անդրադարձավ, իրանք էլի բաց չեմ թողում, բանտարկված վիճակում է ու տեսեք, այս հավերի մեջքերի մասին պատմել էի, մի քանիսի մոտ այս խնդիրը կա ու դրա պատճառները այս գազաններն են, հնդուշկեքը, իրենք նոր սկսել են ածելը, սա չի ածում դեռ, մի ընթացքածում էր լավ, հիմա չի ածում, երևի սա է ածում, եթե չեմ սխալվում, ու իրենք ածելու ընթացքում կալցիի պակաս են ունենում, դրա համար սկսում են կցահարել իրար ու հավերի հետ պահելու հետևանքը սա է, որը լավ չի, առանձնացնելու հնարավորություն այս պահին էլ չկա, բայց երբ հավերին հնարավորություն է լինում բաց թողնելու, այս խնդիրը չի լինում, իսկ երբ արդեն բանտարկում եք, տեսեք, նույնիսկ հավերն են կցահարում, մեջների մի քանի հավ կա, որ իրենց ոչ մեկ չի կարող կցահարի, որովհետև իրենք այսպես ագրեսիվ են հնդուշկեքի եւ մնացած հավերի նկատմամբ, մեկը սա է, այս սիրունը, հիմա իրան ցույց տամ, ինքը այս տարվա ճտերից է, բրամայի խառնուրդ կա մեջը, շատ գեղեցիկ է, լինեք, դե ակլորներն էլ գիտենք, իրանց էլ ոչ մեկ չի կարող մոտիկանա, ու այս հավը, այս հավի մասին ժողովուրդ ջան, ինքը առանց կեղև ձու է ածում, փախավ, մի քանի օր նկատում եմ, որ
թառի տակ ընկած առանց կեղև ջարդածու է, հետո պարզեցի, որ ինքն է, որովհետև իրիկունը շատ մի տեսակ անտրամադիր կուչ է կացա, առանց կեղևի ձվերը հավերը սովորաբար դժվարությամբ են ածում։ Եվ հետևանքը պատճառը որն է, պատճառը կալցիի պակասն է, տեսեք իր մեջքն էլ է կցահարած։ Ամեն դեպքում այս խնդիրը պետք է լրացնենք կերին կավիճ ավելացնելով։ Այդ կավիճը կիրը սննդի կիր ենք ավելացնում, խանութներում վաճառում են, սննդի խանութներից կարող են գտնել։ Դա անպայման կավելացնենք։ Ու մեկ էլ ինչ եմ նկատել։ Մեր զունդեմ այստեղ մեր հավերն էլ են սկսել ձու ուտելը, բայց այն ժամանակ երբ բանտարկած են լինում։ Ու այս մեկն է, այս ցևն է։ Տեսեք ինքը այստեղ ստարտի կանգնած, որպեսզի երբ հավերը ձուացեն, ինքը մտնի եւ ինչ անի, կցահարի ձվեր, իսկ երբ ինքը կցահարում է, մնացածը խանգարեցի, ձուն տվել էր, որ պահեր, մնացածը արդեն հավաքում են, սկսում են ուտելը, տեսնենք, մեկը դրեցի, երկու հատ էլ տակը կար, սրան չանհանգստացնենք, չէ, հանգիստ նստի, ակլորս, ժողովրդան, հələ ոտքերին, հələ նայեք, ինքն էլ արդեն սկսել է գերակշռող դառնալ, մեջներից այն մեկներ, որ իշխում էր բոլորին, բայց սա էլ ոնց որ իշխանության համար պայքար է ընթանում հավերի մեջ, այս էլ արդեն սկսել, սկզբից անընդհատ նեղացնում էր, սա փախչում էր, բայց արդեն ոնց որ թե իր դիրքերը դրել է, չէ՞։ Իսկ այս մանր-մունրները տեսեք կատարը ոնց է վնասել, սրանք հիմնականում վախենում են, միշտ թառի վրա են լինում գրեթե, այս ընթացքում չեմ ուզում մորթեմ, քանի որ հավերը քանակով շատ են, իսկ 7 հավին 1 ակլոր է պետք, ակլորները քիչ կլինեն, չգիտեմ հնարավոր է ընթացքում փոշմանեմ եւ ինկուբատոր դնեմ, հիմա կամուկացի մեջ եմ, այ օրինակ դուք ինչ եք կարծում, պետք է ինկուբատոր դնել, թե սպասեմ մարտի կեսերին ամսական ճտեր առնեմ, ճիշտն ասած ինկուբատորն էլ դրած ճտերն էլ խնամում, մեծացնում եմ ու արդյունքը տեսնում եք, ընթացքում ճիշտ անցած տարի հիվանդություն եղավ, բայց ամեն դեպքում այս տարի մտածում եմ չեմ հասցնի ու լավ տիրություն չեմ կարող անել, ինկուբատորն էլ ինքն էլ անընդհատ ուշադրություն եւ խնամք է պահանջում, ինկուբացիա ընթացքում հոսանքներն են երբեմն տանում ու դա կարա անդրադառնա ձվերից ճտեր դուրս գալու վրա, այսպես դրա համար այս տարի մի փոքր կամուկացի վրա եմ միացնել ինկուբատորը թե չէ, օրինակ դուք ինչ եք կարծում, արժե միացնել թե չէ, թե սպասեմ միանգամից ճտեր գնեմ, ճտերն էլ եթե գնելու լինեմ, անպայման պետքա մեծերը մի փոքր մեծերին գնեմ, որպեսզի պահելն էլ ավելի ուշադրության կարիք չլինի, չեմ հասցնում, ժամանակը քիչ է, զբաղվածությունը շատ է, իրանք էլ եթե փող ես ծախսում կամ ինկուբատոր ես դնում, պետքա լավ խնամես ու արդյունքը քո աշխատանքի արդյունքը չկորցնես, այ սիրունը, հենց սրան, ոչ մեկ չի կարողանում մոտիկան, արդեն ածում է, եթե ինկուբատոր դնելու լինեմ, սրա ձվերը պետքա անպայման հավաքեմ ու դրեմ, չափերով լավ խոշոր է ու ինքն էլ սիրուն հավ է։ Հիմա քանի որ ժողովուրդ ջան իրենց բաց չեմ թողնում, ինչ եմ անելու, 4 խոտ եմ տալիս, լույսը ջուջանելու, արածելու հնարավորություն չունեն, դրա համար տալիս ենք 4 խոտ, այսպես դնում եմ, իրանք իհարկե կգան ու կցահարեն, այք, սեք ոնց են կցահարում ու ուտում խոտը, այս ամբողջ կացարանը նախորդ անգամ ծղոտ էի լցրել ու իրենք նույն ախորժակով ծղոտն են ուտում,
Սերմեր, կանաչ խոտի կտորներ, տակը մնում է ծղոտի խոտի այն հաստ ճյուղերը, որոնք չեն կարողանում ուտել, բայց հավատացեք, դրանք էլ եթե երկար մնան ու կցահարելու բան չլինի, դա էլ կուտեն։ Այսպես ձու ածում են, վատ չի, իհարկե շատ տենց գերազանց չեն ածում, բայց ամեն դեպքում ձմեռային այս ընթացքում մեզ ամբողջ տարին ձվով լավ ապահովեցին, մենք էլ իրանց ենք լավն արում գերի հարցում, նայեք սերմերը ոնց են ուտում, ախորժակով այս հենց կցահարելու են վիտամինների լավ պաշարա, եթե այլ վիտամինների տարբերակով չեք կարող իրենց ձմռանն ապահովել, չոր խոտը կա ու կա, նայեք հնդուշկան բոլորին մի նայից սրան, տեսեք ոնց հավանում, մի քիչ էլ լցվեց ստեղ, այս մասում էլ դնեմ, որպեսզի են թույլերը, որոնց անընդհատ նեղացնում են, իրանք էլ հնարավորություն ունենան անտեսելու խոտը, նայեք կանաչ ինքը մանր սենց կանաչ խոտեր կա, որոնք ուտելու են ու սպասեն մինչև եղանակները նորից կտաքանա ու իրանց բաց կթողնենք հողամաս, մինչև արդեն հողամասի աշխատանքները, հողամասում իրանք լավ քուճուճ են անում, մոլախոտերն են ուտում, դա և հողամասին է օգուտ և իրենց, ոյ գազանս, նայեք, սրան խելոք, նայ, անընդհատ սենց կռիվների մեջ են իրանք, անընդհատ, նույնը սրա հետ, սրան էլ են շատ նեղացնում, վախենում են թառից իջնել, մենակ ուտելու ժամանակ այսպես իջնում են ու ուտում շուտ բարձրանում, որովհետև այս երկու խոշոր աքլորները իրանց նեղում են, հիմա ձվերը վերցնենք ժողովուրդ ջան, որպեսզի սրանք էլ չուտեն, անընդհատ պետք է մոտիկանանք վերցնենք, իսկ այս մեկը հələ թող նստի, չեմ ուզում անհանգստացնել, ես գրպանում եմ դնելու ու տանեմ։